Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու ընդդիմադիր որոշ գործիչների գործողություններին։ Այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ։ Վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետության։ Հաջան։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ։ Անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու համար քաղաքացիական պայմանագրի падգամավորներից ստորագրություններ ստանալու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, թե արդեն 7 տարի է քաղաքացիական պայմանագրից մարդ են փնտրում, բայց այդպես էլ չեն գտնի։ Խորհրդարանի ղեկավարը կարծում է, որ պետք չէ Գյումրիի ընտրությունները համեմատել սպասվող համապետական ընտրությունների հետ, թեպետ այնտեղ նույնպես հաղթել է քաղաքացիական պայմանագիրը։ Ալեն Սիմոնյանը պնդում է Հայաստանի վարչապետը երկրում մեծ աջակցություն ունի, հենց դա են ցույց տալիս քաղաքացիների հետ շփումները։ Իսկ ֆեյսբուքյան ընդդիմադիր շարժումների մասին խորհրդարանի ղեկավարը մի մեկնաբանություն ունի, հատկապես մեր հյուսիսային հարևանները մեծաքանակ փող են ծախսում, որ Հայաստանում իշխանություն փոխեն։ Դա հակառակ ազդեցությունն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Խորհրդարանի ղեկավարը սեփական բացատրություն ունի, թե ինչու են ռուսական ուժերն ուզում Հայաստանում իշխանություն փոխել։ Հայաստանը հետխորհրդային այն քիչ երկրներից է, որտեղ իշխանություն ընտրված է եւ ոչ թե յուրացված։ Դա վատ օրինակ է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության եւ իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում եւ այդ բարձրացումը բնական է ոչ բոլորին է դուր գալիս, որտեղ Հայաստանը պետք է լինի միշտ կախված, ինչ որ կենտրոնից Հայաստանը պետք է միշտ ունենա մեծ եղբայր, որևիցե դեմքով Հայաստանը պետք է միշտ նայի, այդքան էլ ճիշտ։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, փառք Աստծո մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամենին, ինչ որ մենք բացաձայն ասում ենք։ Լրագրողներից մեկը նկատեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհակառակը գերադասում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ձեռք-ձեռքի տված աշխատի, որպեսզի կարողանանք սպասելիքներ ունենալ այդ երկրից։ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում։ Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է։ Ռոբերտ Քոչյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը, Ռուսաստան, Բելարուս միութենական կազմի մեջ եւ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև մայիսի 9-ի ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային միության տարած հաղթանակի առիթով Մոսկվայում կազմակերպվելիք շքերթին Հայաստանի առաջնորդի մասնակցությանը։ Խորհրդանի ղեկավարի կարծիքով Փաշինյանի մասնակցությունն այդ շքերթին բնավ չի վնասում մեր ինքնիշխանությանը։ Դա մեր հաղթանակն է։ Մեր հաղթանակն է։ Մենք 300,000 զոհ ենք տվել։ Եվ մենք գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ։ Ըստ Ալեն Սիմոնյանի տարօրինակ ոչինչ չկա, որ Ռուսաստանի հետ խնդիր ունեցող Հայաստանը մասնակցում է այդ շքերթին։ Պետք է գնալ եւ խոսել հենց այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունենք, ասաց խորհրդարանի ղեկավարը։ Իդեպ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ասաց, որ քննարկումներն ակտիվորեն շարունակվում են։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։